Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 14 Հավատքի համարձակ քայլը Աշակերտները փոթորկված ծովի վրա էին վախեցած և հեռու ափից, երբ Տեր Հիսուսը նրանց մոտ եկավ ջրի վրայով։ Մի բան է, երբ Տերը գալիս է մեզ մոտ մեր փորձությունների և հանգամանքների մեջ հանգստացնելու մեր անհանգիստ հոգին, և բոլորովին այլ բան է, երբ մենք դուրս ենք գալիս իրարանցման մեջ և հետևում նրան։ Նավի վրա մնացած աշակերտները անկասկած մտածում էին. բավական է, որ նա մոտ է, որ նա մեր մասին հոգ կտանի այս փոթորկի մեջ, մենք պարզապես հանգիստ կնստենք և կսպասենք մինչև նա հասնի մեզ։ Այնուամենայնիվ, Պետրոսը լքեց նավը, ինչը հավատքի շատ խիզախ քայլ էր։ Նրան բավական էր մի հայացք փրկչին։ Նա աղաղակեց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ»։ Մատթեոս 14:28 խոսք։ Հիսուսն ասաց. «Եկ»։ Այսպիսով, Պետրոսն իր հայացքը ամուր հառեց Տիրոջը և կատարեց հավատքի այդ մեծ քայլը և մի պահ քայլեց ջրի վրայով։ Պետրոսը չէր ուզում ցույց տալ իր հավատքը և չփորձեց նսեմացնել նավի վրա մնացածներին, նա պարզապես ցանկանում էր ավելի մոտ լինել իր Տիրոջը։ Ճիշտ է, Պետրոսն ընկավ, երբ աչքերը կտրեց Տիրոջից, բայց այդպես է լինում մեր բոլորի հետ։ Պետրոսը քայլում էր ջրի վրայով, ոչ թե ապակե ծովի վրայով։ Հավատքով նա Քրիստոսի մեջ տեղ էր գտել փոթորկոտ և մոլեգնող ծովի հաղթահարելու համար։ Փոթորիկը դեռևս ցնցում էր ջրերը, բայց նա անցավ այն ամենի միջով, ինչը սպառնում էր իրեն, և դա է իրական դասը։ Երբ նա տեսավ մոլեգնած քամին, վախեցավ և սկսեց սուզվել աղաղակելով. «Տեր, փրկիր ինձ»։ Միթե մենք բոլորս մի փոքր չենք վախենում, երբ մեր շուրջը կուտակվում են մոլեգնած քամիները։ Ես հաճախ եմ զգացել այդ խորտակվելու զգացողությունը և այն մտքերը, թե ինչպես չսուզվել։ Եվ միշտ հիշում էի մի բան, որ պապիկս տարիներ առաջ ինձ ասել էր. «Դավիթ, հայացքդ ուղղիր Հիսուսին, մոտեցիր նրան որքան կարող ես։ Դա է բոլոր հաղթանակների, սրբության և խաղաղության գաղտնիքը»։